Պարոն Ավինյան, նախ շրջայցի մասին ինչ խնդիրներ եք արձանագրում։ Հիմնական բոլոր խնդիրները, որոնք որ արձանագրում ենք, վերաբերում են գոյուղիներին, ընդհանուր գոյուղատար համակարգերը քաղաքում բավականին մաշված են եւ հիմնականում դրանց մեծ մասը գտնվում է հենց շենքերի ներսում համատիրության գործունեության տարածքում, բայց մենք այդտեղ էլ որոշակի միջամտություններ ունենում ենք։ Վերջին տարիների ընթացքում, վերջին 4 տարվա ընթացքում տարեկան մոտավորապես Երևան քաղաքում այն մեր ջանքերով կառուցվել է 11-ից 15 կիլոմետր գոյուղատար համակարգեր տարեկան տարվա ընթացքում եւ վերջին տարիներին նաեւ կառավարությունն է սկսել ֆինանսական միջոցներ հատկացնել այդ նախագծերի համար, բայց ընդհանուր առմամբ իհարկե նաեւ բարձրաձայնում են բակերի հարցեր, որոնք որ կառուցում ենք ինտենսիվ եւ մեծ ծավալներով եւ տարեց տարի կարծում եմ նաեւ որակն ենք բարելավում այդ բակերը եւ տեսնում ենք, որ այդ բակերում տենց կյանքը ավելի աշխուժանում է։ Սա 28-ին ընթരാճ է կանում այս այցերը, պարոն Ավինյան, որ նաև դուք ամրապնդեք որպես տեխնացու ձեր դիրքերը։ Ես 2022 թվականից այս այցերը իրականացնում եմ բոլոր վարչական շրջաններում, որպեսզի տեղում ծանոթանամ այն խնդիրներին, որոնք որ ունենք, եւ իրականում այս այցերը առաջին հերթին նաեւ քաղաքացիներից որոշակի կարծիքներ ստանալու, դժգոհություններ լսելու համար շատ օգտակար միջոցառումներ են։ Պարոն Ավինյան, Ծառուկյանի մարզասրահի հետ կապված շենքը անցել է քաղաքապետարանի, նման տեղեկություններ կան, դուք հաստատում եք։ Այո, հաստատում եմ եւ այդ շինությունը կառուցված է եղել համայնքային տարածքի վրա 60 հոդվածի անօտարելի հողի վրա, կառուցված է խախտումներով եւ համապատասխանաբար պայմանագրի համաձայն կողմերից մեկը, այսինքն Երևանի քաղաքապետարանը խզել է պայմանագիրը եւ շենքը ամբողջությամբ անցել է Երևանի քաղաքապետարանին, դրա վերաբերյալ հետագա անպայման հայտարարություններ կլինեն։ Երբ եք խախտումները արձանագրել։ Խախտումները արձանագրվել են դեռևս, եթե չեմ սխալվում, 1 տարի առաջ եւ տարբեր քննարկումներ ունեցել ենք իրենց հետ եւ լուծումներ այդպես էլ չեն գտնվել եւ այդ լուծումները չգտնելուց հետո արդեն վերջնական որոշումները կայացվել են։ Եվ այս իրադարձությունների ֆոնին այդ որոշումը կայացավ, կապ ունեն, հա, ԱԱՑ-ն մտավ Ծառուկյանենց տուն, քրեական գործեր հարուցվեցին դրա։ Ոչ, կապ չունեն, կոնկրետ հենց այս գործընթացը սկսել է շատ ավելի վաղ եւ այս գործընթացը անկախ որևէ process-ից տեղի է ունենալ։ Եվ ինչ նպատակով այդ շենքը կօգտագործվի։ Այդ շենքը կարծում եմ դեռևս մենք անպայմանորեն կանդրադառնանք հարցին, մենք ունենք այնտեղ մարզվողներ, ում իրավունքները կարծում եմ պետք է պաշտպանենք եւ կարծում եմ նաեւ այդտեղ ինք շարունակելու է դեռևս գործել որպես մարզման կենտրոն, որոշակի արդեն սոցիալական կոմպոնենտներ հաշվի առնելով։ Եվ պարոն Ավինյան, դուք քաղաքական թիմից եք, բիզնեսներում աշխատակիցներն ասում են շուրջ 15000 աշխատակից հիմա չի աշխատում, ինչ լուծումներ եք իրենց առաջարկում։ Ես վստահ եմ, որ բոլոր այն ես այդտեղ իհարկե չեմ կարող ասել որտեղ ինչ կոնկրետ խնդիր կա, բայց ես կարող եմ ասել նվազագույնը այն մասով, որի պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է, Երևանի քաղաքապետարանը աշխատակիցների հետ կապված որևէ խնդիր չունի եւ աշխատանքից հանելու հետ կապված մարդկանց որևէ խնդիր չունի եւ մենք պատրաստ ենք աշխատել հենց թեկուզ նույն մարդկանց հետ եւ նույն wellness-ը կազմակերպել։ Այսինքն դա կարող է համայնքային, հա, վճարովի մարզասրահ դառնալ։ Ինքը դառնում է հենց համայնքային մարզասրահ որոշակի սոցիալական կոմպոնենտներով։ Պարոն Ավինյան, Օղակաձև այգու խնդիրն այլ շինություններ կան, օրինակ Խաչատուր Սուքիասյանին, մյուսներին ռեստորաններ կան բազմաթիվ, այս դեպքում ինչի դրանց անդրադարձ չկատարվում։ Ես կարծում եմ այս վերջին 4 տարիների ընթացքում մենք ապացուցել ենք, որ որևէ մեկի անունը մեզ համար իրապես այս տեսակ հարցերում էական չի, այսինքն մեզ համար կարևոր չի թե ովքեր են տնօրինում նմանատիպ գույքեր, քանդում իրականացնելուց կամ բարեկարգում իրականացնելուց, լինի փոքր ավտոտնակ թե մեծ շինություններ, մենք անկեղծ ասած չենք նայում թե ովքեր են տիրապետողները, եւ իրականում Օղակաձև այգում մենք իրականացրել ենք քանդման տարբեր աշխատանքներ եւ շարունակելու ենք այս տարի էլ իրականացնել քանդման տարբեր աշխատանքներ
աշխատանքներ, որի ականատեսը դուք կլինեք եւ նաեւ կարող եք հետաքրքրվել, թե ովքեր են տնօրինում այդ գույքերը։ Եվ պարոն Ավինյան, ապահովագրության ներդրումից հետո պոլիկլինիկաներում քանի բաժնի պետերի հաստիքներ է օպտիմալացվել։ Առհասարակ մեզ մոտ օպտիմալացումներ տեղի են ունենում դեռևս 2022 թվականից, միանում են առողջության կենտրոնները իրար եւ այդ օպտիմալացման process-ը շարունակական է եւ ավարտին չի հասել։ Եթե դուք ելի մեզ հետևեք 22 թվականից սկսած առողջության կենտրոններ ունենք, որոնք որ միացել են, որի հետևանքով նաեւ օպտիմալացումներ են տեղի ունեցել եւ դա շարունակական գործընթաց է։ Բժշկուհի Սողոյանի, հա, դեպքը, որ վարչապետի հետ միջադեպից հետո եղավ, ասում են, որ սա քաղաքական ճնշում է, ասում են, որտեվ ինչպես կարող է բաժնի պետի հաստիկը կրճատվի, բաժինը շարունակի գործել։ Կարող է եւ իրականում ասեմ ավելին, այդտեղ դեռևս ելի վերադասավորումներ սպասվում են։ Եվ նա միայն բաժնի պետից է ազատվել ծանուցումն այդպեսին, թե նաեւ որպես գինեկոլոգ չկարող աշխատել։ Ասած տեղյակ չեմ։ Բայց համամիտ եք, որ այս ֆոնին դա խնդրահարույց որոշում է։ Ոչ։ Բացարձակ համամիտ չէ։ Իր քաղաքական հայացքների պատճառով չէ՞ էս ամենը։ Ես կարծում եմ շատ ճիշտ տեղին օպտիմալացման որոշում էր։